Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Քաղաքական գործին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախության եւ փողերի լվացման համար։ Քննչական կոմիտեն նախորդին ավելի քան 70 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ է իրականացրել։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև ենթադրյալ հանցավոր խմբի եւս մեկ անդամ։ Մեր համար սա անակնկալ չէր, սա այն պայս սկսած, երբ որ այս ապօրինությունները սկսել են, մենք հաստատել էինք, որ այս գործողություն լինելու է, որովհետև սա ուղիղ հանձնարարական է։ Այսինքն հրապարակային հնչելը, հրապարակային հնչեցվածի արդյունքը մենք հիմա տեսնում ենք։ Որոշումը դեռևս չի տվել, դա կծանոթանանք, ըստ դրա հաջորդ քայլերը կիրականացնենք։ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից առյուծի տեղափոխման գործընթացն ավարտվել է լուրջ միջադեպով։ Տեղափոխման նպատակով իրականացված քննեցման գործողությունից հետո Էգ-առյուծն այդպես էլ չի արթնացել։ Ըստ կենթանաբանական այգու հրապարակած փաստաթղթի կենթանու օրգան համակարգերը եղել են ծայրահեղ ախտահարված։ Այսպիսով կառույցը միջադեպը ներկայացնում է որպես տարիքային հիվանդությունների անխուսափելի հետևանք, շրջանցելով մասնագիտական հնարավոր սխալի վարկածը։ Այնուամենայնիվ հարցական է մնում, թե ինչպես է իրականացվել ռիսկերի նախնական գնահատումը նախքան վտանգավոր դեղաչափի ներարկումը։ Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ Վլադիմիր Թավջումանյանի գործով դատական քննությունը։ Դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է անփոփոխ թողնել Թավջումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները, միաժամանակ թույլատրելով վերջինիս հաճախել աշխատանքի։ Իրենց թվում է իրենք ինչ որ խաղեր են խաղում, դա ազդելու է մեր վրա, բայց ոչ մի բան մեր վրա չի ազդում։ Մենք մեր որոշումները ունենք, մենք մեր պայքարը շարունակելու ենք ու մեր հաղթանակին հասնելու ենք։ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում կասկածի տակ է դրել պետական ինստիտուտների անկախությունն ու գործող վարչակազմի լեգիտիմությունը։ Նա վերահաստատել է վարչապետ դառնալու իր հավակնությունը, պնդելով, որ իշխանությանը չի հաջողվել ճնշումներով լրացնել ընդդիմությանը։ Ազգային բարերարը նաև մտահոգություն է հայտնել ներդրումային միջավայրի վատթարացման վերաբերյալ։ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը համարելով վտանգավոր ազդակ գործարարների համար։ Սամվել Կարապետյանի խոսքով ուժեղ Հայաստան դաշինքը պատրաստվում է վերլուծել իրավական գործընթացների արդյունքներն ու հայտարարել պայքարի հետագա քայլերի մասին։ Մինչև հիմա խոստանում եմ, ընտրություններով չի հաջողվում։ Ազգային ժողովի մանդատները վերցնելը չի նշանակում գործող իշխանության լեգիտիմության ճանաչում, հայտարարել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով մանդատներ վերցնելու որոշման վրա ազդել են նաև ընտրողների կարծիքները, սակայն գլխավոր գործոնը եղել է քաղաքական հաշվարկը։ իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել։ Ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Անդրադառնալով մանդատները վերցնելու վերաբերյալ հնչող քննադատություններին, Կարապետյանը նշել է, որ դրանք համարում է ուղղորդված եւ հայտարարել, որ իրենք այդ քննադատություններին նշանակություն չեն տալիս։ Ազդակը իհարկե ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերը անվանել է դատարկ, մտածածին ու ուռճացված, շեշտելով, որ այն կրում է քաղաքական վրեժխնդրության բնույթ։ Ըստ նրա, գործողությունների հետևանքով ավելի քան 10,000 աշխատակից մատնվել է հարկադիր պարապուրդի, իսկ ընկերությունների գործունեության կապարակնքումը վտանգում է տնտեսությունը եւ առաջացնում անվտանգային լուրջ խնդիրներ, հատկապես արտադրական ձեռնարկություններում։ Անդրադառնալով ապօրինի որսի եւ կենդանիների արգրավմանը, Տոնոյանը նշել է, որ Ծառուկյանը գործել է օրենքի շրջանակներում, ունեցել է անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, իսկ կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին։ Ես պարզապես ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու այսպես անհագուրտ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ եւ բնական է, որ այս հարցը այսպես մնալ չի կարող։
Ուժեղ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները։ Դաշինքի գնահատմամբ սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական դրսևորումն է, որի գլխավոր նպատակը ընդդիմադիր ուժերին լռեցնելն ու քաղաքական դաշտը մաքրելն է։ Ըստ հայտարարության իրավապահ համակարգի օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք ծանր հետևանքներ է ունենում երկրի տնտեսության եւ ներդրումային միջավայրի վրա, խաթարելով կայուն զարգացման հնարավորությունները։ Ուժեղ Հայաստանը արձանագրել է, որ այս գործողությունները չեն վայելում հանրային աջակցություն եւ ընդգծել է, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ուղղված իրավունքի գերակայության հաստատմանը, արդարադատության անկախության ապահովմանը եւ հասարակության բարեկեցության բարձրացմանը։ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններում իրականացված գործողությունները, դրանք որակելով որպես բացահայտ քաղաքական հաշվեհարդար։ Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու եւ ընդդիմախոսներին ճնշելու գործող իշխանությունների ворթեգրած գործելավոճը դուրս է իրավական տրամաբանությունից եւ պայմանավորված է վարչախմբի ունեցած վախերով։ Դաշինքն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Միաժամանակ Հայաստան դաշինքը միջազգային դերակատարների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կոչ անելով հստակ գնահատականների միջոցով կանխել երկրում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Հայաստանի ավագականի ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրել է Սաուդյան Ալ-Ահլիի շարքերը։ Ֆուտբոլիստը Պորտուգալիայում հաջողությամբ ուժզննում է անցել եւ ակումբի հետ կնքել 4+1 ձևաչափով աշխատանքային պայմանագիր։ 26-ամյա խաղացողը ռուսական թիմից հեռանում է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսն ու մրցաշրջանի լավագույն ասիստենտի կոչումը նվաճելուց հետո։ Կրասնոդարի կազմում նա անցկացրել է 185 հանդիպում, դառնալով 58 գոլի եւ 44 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Սպերցյանն իր թիմակիցներին կմիանա Ավստրիայում մեկնարկող նախամրցաշրջանային հավաքի ժամանակ։ Ըստ Transfermarkt-ի 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Событие, которое Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նա նշել է, որ արդեն իսկ հնչել են Ռուսաստանի հասցեին ուղղված բազմաթիվ հայտարարություններ, եւ ռուսական կողմը սպասում է տեսնելու, թե ինչպիսի վերջնական փաստաթղթեր կընդունվեն եւ ինչպիսի քննարկումներ կծավալվեն գագաթնաժողովի շրջանակներում։ К нашему сожалению, это были заявления. Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը, Պեսկովը վերահաստատել է, որ Ռուսաստանի համար նախընտրելի է խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն շեշտել է, որ Կիևի կողմից նոր տեսակի սպառազինություն ստանալու խնդրանքները չեն կարող խոչընդոտել հատուկ գործողության նպատակների իրագործմանը։ Ըստ նրա, հակամարտությունը կարող է տեղափոխվել խաղաղուն, երբ Կիևը պատրաստակամություն հայտնի ընդունել անհրաժեշտ որոշումներ։ Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան պահպանում է կապերը Վաշինգտոնի հետ եւ հույս ունի, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Դամասկոսում պայթյուն է եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ ժամանել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ալ-Հադադ հեռուստաալիքի տվյալներով միջադեպը տեղի ունեցել Մակրոնի այդ տարածքը լքելուց քիչ անց։ Նախնական տվյալներով գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարք։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է 18 մարդ, այդ թվում 4 ոստիկան, հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։ Ոստիկանությունը պայթուցիկ սարքերը հայտնաբերել է նախքան պայթելը, սակայն մասնագետները չեն կարողացել վնասազերծել դրանք։ Le Figaro-ի փոխանցմամբ մեկ ռումբը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը հյուրանոցի մոտ գտնվող մեքենայում։ Մակրոնը չի տուժել։ Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ այցելել է Դամասկոսի Ումայադ մզկիթ։ Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Նովայա Պոչտա բեռնատար տերմինալը հրդեհվել է ռուսական ավիահարվածից հետո։ Տեսանյութերը գիշերվանից լայնորեն տարածվում են սոցցանցերում։ Ուկրաինայի զինված ուժերը նման տերմինալներն օգտագործում են որպես լոգիստիկ կենտրոններ։ Օրինակ, անօդաչու թռչող սարքեր են պահվել եւ հավաքվել Սումիում, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։